Չեմ կարծում, թե տվյալ պահին մենք հիմք ունենք խոսելու արցախցիների ընտրության մասին, ինչպես ասում են, արցախցիների 100 մի դարդը սահմանադրությունը չէ, կարծիքս միանշանակ է, սա արհեստական օրակարգ է։ Արցախում այս պահին կան շատ ավելի լուրջ մարտահրավերներ։ Այս պահին իշխանությունը ավելի ճիշտ կաներ մտածելու այդ մարտահրավերներին դիմակայելու մասին, թեթևացնելու մարդկանց բեռը, հոգսերը, եւ ոչ երբ մենք խոսում ենք անվտանգության մասին, միշտ խոսում ենք սպառազինությունների մակարդակի, բանակի որակի եւ այլն, բայց անվտանգության ամենամեծ գրողը դա մարդն է։ Իր հողում ազատ, արժանապատիվ, բարեկեցիկ կյանքով ապրող մարդը։ Այսօր Արցախում այնպիսի հարցեր կան, որ շտապ պիտի լուծել ու որպես իսկապես հասնենք այս ամենին։ Հեղ ու գազի գինը Արցախում կրկնակի թանկ է, քան Հայաստանում։ Արցախում կա հեռուստահաղորդակցության միայն մեկ օպերատոր իր դրակոնյան սակագներով ու կանոններով։ Կան մոնոպոլիաներ բոլոր ոլորտներում։ Արցախում կա ընդամենը մեկ հեռուստաընկերություն, դա Արցախի հանրային ընկերություն, հեռուստարադիոընկերությունն է։ Կա բազմազանության խնդիր բոլոր ոլորտներում։ Սահմանադրությունը կամ պետական կառավարման մոդելի փոփոխությունը չէ այս ամենը լուծելու բանալին եւ բացարձակապես համաձայն չեմ նաեւ որ որպես առիթ պատճառ հիմնավորում բերվում է ապրիլյան քարորիա պատերազմը տեսեք եւ համաձայն չեմ դա կապել անվտանգության բաղադրիչի հետ տեսեք մինչեւ ապրիլյան քարորիա պատերազմը բանակի մեղմ ասած ոչ նախանձելի վիճակը հնարավոր էր կառավարման այս մոդելի պայմաններում, այս մոդելի պայմաններում հնարավոր էր նաև այն ֆանտաստիկ գործը, որ արվել է ապրիլից հետո մինչև այսօր, ուղղակի անհավատալի տեմպերով, ուղղակի անհավատալի միջոցներ են ձեռնարկվել մեր անվտանգության ապահովման ուղղությամբ, շատ կարճ ժամանակում։ Ընդունված է Արցախում խոսել, որ այնինչ չի արվել վերջին 20 տարում, արվել է մի քանի ամիսների ընթացքում։ Երկուսն էլ, թե այն բարձի թողի վիճակը, թե այս ֆանտաստիկ տեմպերը եղել են պետական կառավարման նույն մոդելի պայմաններում։ Տեսեք, մի կարևոր հանգամանք էլ, թե ընդդիմությունը, թե այլախոհները ասում են, որ սա իսկապես արհեստական օրակարգ է եւ նպատակը իշխանությունների վերարտադրությունն է։ Մասամբ համաձայն եմ սրան, բայց կա մի լուրջ նրբերանգ։ Իշխանություն Արցախում վերարտադրվելու ոչ մի արգելք, խնդիր, խոչընդոտ չունի։ Հանգիստ կարող է վերարտադրվել նաև սովորական ընթացակարգով։ Չկա բավարար ռեսուրս ունեցող ընդդիմություն, որը կարող է մրցակցել իշխանության հետ եւ խանգարել նրա վերարտադրությունը։ Այսինքն խոսքը այստեղ իշխանության վերարտադրության մասին չի գնում մեծ հաշվով։ Խոսքը գնում է առանձին անհատների ու առանձին խմբերի վերարտադրության մասին։ Ասեմ ձեզ ամենայն անկեղծությամբ։ Արցախում իշխանության տարբեր օղակներում կան բավականին թվով մարդիկ, որոնք մտահոգ են դեպքերի այս զարգացմամբ։ Եվ նրանք գտնում են, որ սա մեծ հարված է լինելու Արցախի իմիջին։ Եվ հիմա մի հանգամանք էլ, որ ասենք դրա անհրաժեշտության մասին, սա հենված է ոչ թե գաղափարախոսության, հայեցակարգի կամ տեսլականի վրա, այլ կոնկրետ մարդկանց, կոնկրետ խմբերի քաղաքական հաշվարկ է։ Սա քաղաքական նպատակահարմարությունից, քաղաքական կոնյունկտուրայից բխող ձեռնարկ է։ Եվ սրա առաջ պիտի առնել իմ անձնական սուբյեկտիվ կարծիքը միանշանակ։ Ես առաջարկել եմ իմ տարբերակը։ Եթե թափանիվը արդեն պտտվում է անշրջելիորեն եւ հնարավոր չէ դա կանգնեցնել, ապա ես առաջարկում եմ իմ տարբերակը եւ առաջարկել եմ որոշակի շրջանակների Արցախում։ 2017 թվականին միաժամանակ անցկացնել թե նախագահական ընտրություններ, թե խորհրդարանական ընտրություններ եւ անցնել իրենց ուզած այս մոդելին առանց 3 տարվա անիմաստ անցումային շրջանի, առանց 3 տարվա անիմաստ ծախսերի ավելին, առանց Արցախին հասցված բարոյական վնասի։ Ինքներդ եք պատկերացնում, թե ում հետ են հայամատելու մեզ նախագահական այս 3-րդ ժամկետի կապակցությամբ անունը ինչ ուզում ենք դնենք, սա լինելու է 3-րդ ժամկետ։
Եթե նույն մարդը երրորդ ժամկետով պաշտոնավարի անունը դնենք անցումային շրջան, անունը ինչ ուզում ենք դնենք, մենք պիտի խուսափենք դնենք։ Հուսով եմ, որ Արցախում այդ իշխանական ուղղակներում ռացիոնալ մտածող մարդկանց քանակը կհասնի քրիտիկականի եւ կամ իմ ասած տարբերակը կլինի, կամ էլ կհրաժարվենք այս սահմանադրական բարեփոխումներից եւ 2017 թվին կանցկացնենք նախագահական ընտրություններ, կընտրվի նոր նախագահ, երկիրը կընթանա իր նորմալ բնականon հնով։ Կարծում եք, որ այս փոփոխությունների հետևանքներից, այսպես ասենք, ոչ թե նպատակներից, մեկը նաև կարող է լինել, որ նախագահը նորից գործող նախագահը նորից վերընտրվի իր պաշտոնում, հա։ Դեպքեր այս զարգացման պարագայում ամենահավանական սցենարը դա է, որ ներկայիս նախագահ Բակո Սահակյանը եւս 3 տարի պաշտոնավարի, որից հետո արդեն լինեն խորհրդարանական նոր ընտրություններ, քանի որ խորհրդարանը հիմա ուրիշ մանդատ ունի։ Բայց երբ ասում եմ իմ այս առաջարկի մասին, Արցախում ասում են, որ սահմանադրությունը փոխելու դարձյալ հարմարեցնելու օրենսդրական բարենպաստ պայմաններ ստեղծելու խնդիր է լինելու, բայց ես ասում եմ, որ անցումային շրջանի համար է բարենպաստ պայմաններ չկան մեր օրենսդրությունում, դարձյալ պիտի համապատասխանեցնել։ Եվ վերջին մի կարևոր հանգամանք ասեմ իմ սկզբունքային դիրքորոշումից։ Սովորաբար երբ մենք խոսում ենք ապրիլյան պատերազմի մասին, պատերազմի հավանականության մասին, մենք միշտ ասում ենք, որ դա կախված է ռազմական հավասարակշռությունից, միշտ ասում ենք, որ ռազմական հավասարակշռությունն է կարևորը, ես գտնում եմ հակառակը, քաղաքական հավասարակշռությունն է կարևորը, եւ եթե փոխվեց քաղաքական հավասարակշռությունը, եթե փոխվեց վերաբերմունքը հայկական երկրորդ պետականության նկատմամբ միջազգային ասպարեզում, սա լինելու ամենամեծ վտանգը ցանկացած ժամանակակից զենքից առավել։ Եվ հիմա այս անցումային շրջանը հենց այդ մարտահրավերն է, հենց այդ հարվածն է լինելու Արցախի անվտանգությանը։ Այսքան կոշտ ու միանշանակ եմ ասում, որովհետև միանգամայն համոզված եմ դրանում։ Ու ամենակարևորը, այս ամենը բխում է քաղաքական կոնյունկտուրայից, նպատակահարմարությունից, անկեղծորեն ասեմ ձեզ, Բակո Սահակյանը այն մարդը չէ, կոպիտ ասած պաշտոնին մեռած մարդ չէ։ Չեմ կարծում, թե նա տենչացել է կամ տենչում է երրորդ ժամկետին։ Ըստ երևույթին սա բխում է քաղաքական նպատակահարմարությունից, թե Ստեփանակերտից, թե Երևանից։ Ըստ երևույթին չեմ բացառում, որ նման առաջարկ է արվել, որի իմաստը քաղաքական կայունությունն է, ինչպես իրանք են ասում, իսկ ես դա այլ կերպ կձևակերպեմ։ Դա վախ է փոփոխությունների հանդեպ, ոչ թե քաղաքական կայունություն։ Այնպես որ գտնում եմ, որ Բակո Սահակյանն էլ կարող է պատրաստ լինել հրաժարվել դեպքերի այս զարգացումից։